Քննարկել թշնամի կամ փրկիչ, ոչ թե քննարկել իրավիճակ, այդ իրավիճակում շահեր, խնդիրներ, հնարավորություններ ու հեռանկարներ, կարող ենք ամբողջ ազգով կանգնել հայ-թուրքական սահմանին ու բղավել, որ թուրքը կամ Թուրքիան մեր թշնամին է։ Կարող ենք Արարատի պատկերի, դադիվանքի լուսանկարի տակ գեղեցիկ միջոցառումներ կազմակերպել, ամպագորգոր ու պլպլան հայրենասիրական տեքստեր իրար ձոնել։ Դրանից թե մեր ուժը չի ավելանա, թե Թուրքիայի ուժը չի պակասի։ Դրանից չի փոխվի ոչինչ, եւ հենց դա է ծուղակը, որում մեզ պահում են, ծուղակ, որպեսզի հայկական պետականությունը չկարողանա այս ռեգիոնում փոխել ոչինչ, չփոխել ոչինչ, նշանակում է չփոխել ռեգիոնում ռուս-թուրքական ձևաչափի դոմինանտությունը, որ վերականգնվեց ու կնքվեց Արցախի դեմ պատերազմով։ Ուժեղ պետությունները գործում են միանգամայն այլ տրամաբանությամբ։ Իսրայելը միաժամանակ ունի կոշտ հակամարտություն, բայց կառուցում է հարաբերություններ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների հետ, ելնելով իր շահերից։ Վիետնամը պատերազմել է Միացյալ Նահանգների դեմ տասնամյակներ շարունակ, բայց այսօր Միացյալ Նահանգները Վիետնամի խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է։ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները ռազմավարական մրցակիցներ են, բայց տարեկան 100 միլիարդավոր դոլարների առևտուր ունեն։ Նույնիսկ հարևան Վրաստանը, ունենալով չլուծված հակամարտություն Ռուսաստանի հետ, շարունակում է տնտեսական եւ տարանցիկ կապերը իր շահերը առաջ տանելու համար։ Այսինքն, պետությունները չեն գործում սիրում եմ կամ ատում եմ տրամաբանությամբ, գործում են ինչն է ինձ համար շահավետ տրամաբանությամբ։ Մենք չենք կարող շարունակել ապրել սիմվոլների, հուզիչ տեսարանների աշխարհում։ Պետությունը զգացմունք չէ, պետությունը համակարգ է, եւ եթե դու այդ համակարգում չես ձևակերպում քո շահը, այն ձևակերպում են ուրիշները։